դասի մենք խոսեցինք մեծագույն ամբողջ տիեզերքի ներդաշնակությունը ձայնային արտահայտում մարմնավորող մանտրաների մասին եւ խոսեցինք, որ մանտրաները ըստ այդմ օգտագործվում են որոշակի ձևով որպես գործիքներ աշխատելու մեր բնույթի խորքային շերտերի հետ։ Եվ այսօր մենք կփոխանցենք ամենաերևի թե տարածված մանտրաներից մեկը մեծն կարեկցողի, կարեկցանք մարմնավորողի, Չենրեզիի մանտրան։ Ընդհանուր առմամբ, երբ որ խոսում ենք Չենրեզիի մասին, մենք ասում ենք, որ բացի դրանից, որ ինքը Տիբեթի հոգևոր հովանավորն է, բացի դրանից, որ տարբեր ժամանակներում նորից եւ նորից մարմնավորվելով այս աշխարհում նա փրկում է բոլոր շնչող էակներին տանելով դեպի ազատման ուղի, նաեւ մենք ասում ենք, որ հենց ինքն է ամբողջ կարիքցանքի արտահայտումը, հենց ինքն է մարմնավորում կարիքցանքը եւ տարբեր մարմիններով, տարբեր վայրերում ծնվելով նա նորից եւ նորից բերում էր տարբեր ուսմունքներ, տարբեր ճանապարհներ ստեղծելով բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են արթնացմանը։ Եվ այդպես իր մանտրան ըստ այդմ ամենատարածված մանտրան է եւ բոլոր տիբետցիները ամեն օր նորից եւ նորից կրկնում են իր մանտրան։ Եվ տարբեր վայրերում, սրբավայրերում ամրացված մեծ կամ փոքր աղոթքի անիվները իրենց մեջ հենց եւս պարունակում են թղթեր շատ քանակի, որոնց վրա բազում անգամ նորից եւ նորից գրված է նույն մանտրան։ Եվ ըստ այդմ յուրաքանչյուր ուխտավոր աղոթող, որը որ անցնում է ժամսլաքի ուղությամբ սուրբ վայրերի շուրջը եւ պտտացնում է աղոթքի անիվը կրկնելով մանտրան, իր հետ միասին այդ մանտրան կրկնվում է հենց աղոթքի անիվի կողմից, որովհետեւ պտտվելով այդ անիվը եւս հնչեցնում է աղոթքը։ Եվ մենք հավատում ենք, գիտենք, որ քանի դեռ Տիբետում նորից եւ նորից պտտվում են աղոթքի անիվները, աշխարհում պակասում է չարիքը եւ շատանում է բարին։ Եվ կլինի բարին այնքան ժամանակ, ինչքան Տիբետում կշարունակեն գոնե մեկը պտտացնել աղոթքի անիվը։ Իսկ այսօր յուրաքանչյուր տիբետցի վաղ առավոտյան դուրս է գալիս ուխտի, թեկուզ փոքր, թեկուզ մեծ ըստ հնարավորությունների եւ կրկնում է հենց այս մանտրան։ Եվ դրա համար երբեմն ես մտածում եմ, որ Տիբետի տարբեր հոտեր, որ ես մշտապես հիշում եմ, բայց ձայները ամենաշատ, որ հիշվում են հենց այդ մանտրան է, որ բոլորը բարձր կամ ցածր անընդմեջ կրկնում են։ Եվ այդպես 6 վանկանի հիմնարար մանտրան, որի յուրաքանչյուր վանկը պաշտպանում է 6 տեսակի շնչող էակներին, 6 աշխարհների համար, ամեն վանկը ամեն աշխարհի համար։ 6 վանկանի մանտրան, որի յուրաքանչյուր վանկը խորհրդանշում է հիմնարար 6 պարամիտաները, 6 կատարելություններ, որոնք որ փոխանցում են մեզ մեծ ափից դեպի, մեր ափից դեպի մյուս մեծագույն ափը։ 6 վանկանի մանտրան, որի յուրաքանչյուր վանկը փոխակերպում է մեր մթագնությունները դեպի իմաստությունների 6 տեսակ։ 6 վանկանի մանտրան, որի յուրաքանչյուր վանկը մարմնավորում է իր մեջ տարերքի ամբողջ զորությունը ու նույն ձևով արձագանքում մեր մարմնի մեջ արկա այդ տարերքների։ Եվ այդ մանտրայի մասին կարելի է խոսել եւ խոսել բացահայտելով նորանոր կողմերը մանտրայի եւ անթիվ գրքեր գրված են մանտրայի մասին սուրբ ուսուցիչների կողմից, որոնք որ դարեր շարունակ նորից եւ նորից գալիս են մեր աշխարհ, որպեսզի օգնեն մեզ եւ պահպանեն մեզ այս ծանր տառապալից աշխարհում, բայց նաեւ տանելով մեզ դեպի փրկություն։ Ու ըստ այդմ այս մանտրան կարող է օգնել մեզ ամեն քայլափոխին։ Օմ ամբողջ աշխարհի աստվածների համար։ Մա ամբողջ աշխարհի ոչ աստվածների կամ ասուրաների համար։
Նի ամբողջ մարդկանց համար, Բ բոլոր տեսակի կենդանիների համար, Մ ամբողջ աշխարհի իդագների կամ ոնց որ մենք ասում ենք հաճախ անգամ դեմոնների համար եւ հում դժողքի էակների համար, որպեսզի նրանք էլ հնարավորություն ստանան ի վերջո փրկվելու։ Եվ այդպես օմ մանի պեմե հոն։ Եվ թող մշտապես հնչի այս մանտրան, եւ դրա համար վերջում մենք երբեմն ավելացնում ենք հրի։ Իսկ բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միմիայն մեր մեջ է։